Ողջույն։ Շատերը լսել են Կարթագենացի զորավար Համիլկար Բարկայի եւ իր հանրահայտ որդու Հանիբալի մասին։ Հին հույն պատմիչ Պոլիբիոսը իր համընդհանուր պատմություն աշխատության մեջ հիշատակել է Հանիբալի քրոջ մասին, ում պետք է ամուսնացնեին դաշնակից նումիդիական թագավորի հետ։ Ֆրանսիացի հանրահայտ գրող Գյուստավ Ֆլոբերը 1857-ից մինչև 1862 թվականները գրել է պատմավեպ նվիրված այդ դեպքերին։ Ահա այն։ Հեղինակը Գյուստավ Ֆլոբեր, Սալամբո, գիրքը հրատարակել է Պրոֆիզդատ հրատարակչությունը 2008 թվականին։ Պունիկյան առաջին պատերազմում Կարթագենը պարտվում է Հռոմին։ Կարթագենական բանակը հիմնականում կազմված էր վարձկաններից։ Հռոմի բանակը Հռոմի ազատ քաղաքացիներից, դաշնակից լատիններից եւ իտալիկներից։ Կարթագենը չի կարողանում վճարել վարձկաններին, որն ի վերջո հանգեցնում է վերջիններիս ապստամբությանը։ Այդ դեպքերի ընթացքում խնջույքի ժամանակ վարձկան լիբիական զորքերի առաջնորդ Մատոն հանդիպում է Համիլկար Բարկայի դստերը Սալամբոին եւ սիրահարվում նրան։ Սալամբոն հանդիսանում էր Թանիտ աստվածուհու քրմուհին եւ նրա սրբազան քուղի պահապանը։ Մատոն գողանում է այն, շրջանցելով պահապան օձին։ Արդյոք Սալամբոյին կհաջողվի հետ վերադարձնել սրբազան քուղը եւ արդյոք նա կսիրահարվի Մատոյին։ Այդ հարցերի պատասխանը դուք կիմանաք կարդալով այս շատ հետաքրքիր պատմավեպը։ Այն գրված է ճոխ լեզվով, պարունակում է բազմաթիվ գեղեցիկ նկարագրություններ։ Սալամբոյին նվիրված կան բազմաթիվ օպերաներ, բալետներ, գեղարվեստական ֆիլմեր, նկարներ։ Պատմավեպը հետաքրքիր կլինի պատմաբաններին, արևելագետներին, Գյուստավ Ֆլոբերի երկրպագուներին, Կարթագենի սիրահարներին։ Շնորհակալություն ուշադրության համար։